Arminius, լատիներեն Arminius, գերմաներեն Հերմանն Չերուսկը, մեր թվարկությունից առաջ մոտ 18-ից մեր թվարկությունից առաջ 21 թվականներ, չերուսկներու ցեղապետներ, որ հռչակվեցավ իբրև Գերմանիո ազատագրիչ 9 թվականին Տևտոբուրգյան անտառի ճակատամարտին մեջ Հռիմի լեգիոնները ջախջախելով։ Ծնված գերմանական չերուսկներու ազնուական ընտանիքի մեջ Արմինիուսը պատանդ առնուեցավ Ռիմին կողմէ ու մեծցավ իբրև հռոմեացի, ան ծառայեց Հռոմի բանակին մեջ եւ ստացավ հեծելազորի հրամանատարի աստիճան, ինչ որ անոր հնարաւորութիւն տուաւ ուսումնասիրելու Ռիմի մարտավարութիւնները, սակայն ան իր սրտին մեջ պահեց հայրենիքի ազատության երազանքը։ 9 թվականին օգտագործելով իր գիտելիքները Արմինիուս դաշնակցեցավ այլ գերմանական ցեղերու հետ եւ խելացի ծուղակ մը պատրաստեց Տևտոբուրգյան անտառին մեջ, ան ու իր մարտիկները արձակեցան Կվինտիլիոս Վարոսի գլխավորած 3 ռիմիական լեգիոններուն վրա եւ իսպառ ջախջախեցին զանոնք։ Այս պարտութիւնը ցնցեց Հռոմը, եւ կայսր Օգոստոսը լսելով լուրը, ըստ պատմիչներու, սկսավ ողբալ. «Վարոս, Վարոս, ետ տուր ինծի լեգիոններս»։ Արմինիուսի հաղթանակը ապահովեց, որ Հռոմը այլևս չկարենար հաստատուիլ Էլբայեն անդին, ան դարձավ գերմանացի ազգայնականության խորհրդանիշ, հատկապես 19-րդ դարուն։ Չնայած իր փառքին, Արմինիուս իր ցեղակիցներու դավաճանութեան զոհ գոցավ 21 թվականին, բայց անոր անունը մնաց իբրև Գերմանիո ազատագրութեան սիմվոլ։ 19-րդ դարուն անոր պատուին կառուցեցավ Հերմանստենկմալ հուշարձանը Թյուտոբուրգյան անտառին մոտ։ Նույն բանը արևելահայերեն Արմինիուս գերմանացիների ազատագրիչը, իսկ ստեղծը Արմինիուս կարդացել եմ։ Արմինիուս չերուսկ ցեղի առաջնորդներ։ Արմինիուսը չերուսկ ցեղի առաջնորդն էր, ով 9 թվականին Տևտոբուրգյան անտառում խոշոր պարտության մատնեց Հռոմի լեգիոնները եւ դրանով կանխեց հռոմեական կայսրության ընդարձակումը Էլբայից այն կողմ։ Ծնված լինելով գերմանական չերուսկ ցեղի ազնվական ընտանիքում, Արմինիուսը պատանդ էր վերցվել Հռոմի կողմից ու մեծացել որպես հռոմեացի։ Նա ծառայել է Հռոմի բանակում, ստացել հեծելազորի հրամանատարի կոչում եւ ծանոթացել Հռոմի ռազմական մարտավարությանը։ Սակայն ունենալով հայրենիքի ազատագրման երազանք, նա գաղտնի դաշինք կնքեց այլ գերմանական ցեղերի հետ։ 9 թվականին Արմինիուսը խելացիորեն օգտագործեց իր գիտելիքները եւ Տևտոբուրգյան անտառում ծուղակ գցեց Կվինտիլիոս Վարուսի գլխավորած 3 հռոմեական լեգիոններին։ Գերմանացիները, լավ ճանաչելով տեղանքը, գրեթե ամբողջությամբ ոչնչացրին հռոմեական ուժերը։ Այս պարտությունը մեծ հարված էր Հռոմի համար, եւ ըստ պատմիչների, կայսր Օգոստոսը, լսելով լուրը, բացականչել է. «Վարոս, Վարոս, ետ տուր ինձ լեգիոններս»։ Արմինիուսի հաղթանակը ապահովեց, որ Հռոմը այլևս չկարողանա վերահսկողություն հաստատել Գերմանիայի տարածքի վրա։ Չնայած դրան, նրա ազդեցությունը երկար չտեւեց, եւ 21 թվականին նա սպանվեց իր ցեղակիցների դավաճանության հետևանքով։ Արմինիուսը հետագայում դարձավ գերմանացի ազգայնականության խորհրդանիշ։ 19-րդ դարում նրա պատվի համար կառուցվեց Հերմանստենկմալ հուշարձանը, որը մինչ օրս համարվում է գերմանական ազգային ոգու խորհրդանիշ։
Բավարիացիների հայկական ծագման տեսությունը։ Բավարիացիների բայոարեն և հայերի միջև կապի մասին մի շարք տեսություններ կան, սակայն դրանք մնում են պատմական վարկածների մակարդակում և չեն համարվում հաստատված ակադեմիական պատմագիտության շրջանակներում։ Պետք է նշեմ, որ ուրեմն այն ինչ որ ինքը հիմա ստեղ ես կարդալու եմ իր գրածը, դա իր կարծիքն է և ուրեմն բաներ կան, չգիտեմ, երևի կեսը կամ կեսից շատը կամ գուցե կեսից քիչը, բայց ես համաձայն չեմ։ Դե լավ, սկսենք։ Մանավանդ նրան, որ ինքը ասում է, որ հնարավոր է, ասենք, միջնադարյան, ասենք, Բավարիայի պատմագրության մեջ, ասենք, ասվում է, որ արևելքից եկել են այստեղ ու կարող է դրանք հայեր են եղել, այնինչ այնտեղ հաստատ ասվում է, որ արևելքից եկել են ու տեղեր էլ կա, եթե ոչ բոլորում, ապա հաստատ կարող ասեմ, որ տեղեր կա, որ ասում է, որ հենց Հայաստանից են եկել, հայկական լեռնաշխարհից։ Բավարացիների հայկական ծագման տեսության ծագումն է։ Բավարացիների հայկական ծագման վարկածը հիմնվում է հիմնականում լեզվաբանական, մշակութային և պատմական որոշ զուգահեռների վրա։ Ըստ այս վարկածի, բավարացիների նախնիները կարող էին լինել հայերից առանձնացած կամ հայերի հետ կապ ունեցած հնդեվրոպական ցեղեր, որոնք արևմուտք են շարժվել մեծ գաղթերի ժամանակաշրջանում։ Լեզվաբանական և մշակութային զուգահեռներ։ Որոշ հետազոտողներ նշում են, որ Bavarians անունը հնարավոր է կապ ունենա բայ կամ բահ արմատի հետ, որը հանդիպում է հայկական անվանումներում։ Բավարացիների որոշ մշակութային առանձնահատկություններ, հատկապես ավանդական հագուստի և զարդանախշերի մեջ, համեմատվել են հայկական տառերի հետ։ Պատմական հնարավոր կապեր։ Հռոմեական ժամանակաշրջան։ Հայերը դեռ հին ժամանակներից հայտնի էին որպես հմուտ զինվորներ և արհեստավորներ։ Հռոմեական բանակում կային բազմաթիվ հայ զինվորներ, ովքեր կարող էին տեղակայված լինել Դանուբի երկայնքով, այդ թվում Բավարիայի տարածքում։ Դե հենց այդ լեգիոններից կամ ընդհանրապես այդ հայերից, որ Հռոմում են եղել, այդ հռոմեական կայսրությունում գնացել են էլի դեպի հյուսիս, գնացած կլինեն։ Մեծ գաղթերի ժամանակաշրջան 4-ից 6-րդ դարեր։ Հայկական որոշ աղբյուրներում հիշատակվում են հայերի տեղաշարժեր դեպի Եվրոպա։ Հնարավոր է, որ որոշ հայկական խմբեր միախառնվել են տեղի գերմանական ցեղերին։ Միջնադար Բավարիայում միջնադարյան աղբյուրներում հիշատակվում են արևելյան ծագում ունեցող խմբեր, որոնք կարող էին ներառել նաև հայեր։ Այսինքն այնտեղ խմբեր, այսինքն ասենք օրինակ իրանացիներից կամ չգիտեմ այդպես եզրակացություն չնայած հետաքրքիր զուգահեռներին բավարացիների հայկական ծագման տեսությունը մնում է չապացուցված, սակայն ակնհայտ է, որ տարբեր ժողովուրդների միջև պատմական խառնուրդները հնարավոր են եղել են նույնիսկ ինչ են մենակ հնարավոր եղել։ Հայերը միջնադարում ունեցել են մեծ սփյուռք, որը տարածված էր անգամ Գերմանիայի որոշ շրջաններում։ Այս վարկածը կարող է լինել հետաքրքիր ուսումնասիրության թեմա, բայց այն դեռևս չի հաստատվել լուրջ գիտական հետազոտություններով։ Ես ուղղակի հետաքրքրվել եմ, դե լավ, մինչ նոր հանդիպում։